միջադեպը սկսում է պարոն Ղալումյանի այն աթոռից, որ ինքը դրան մոտ է ազգային ժողովում նստած, ինչ որ մի բան է ասում ու մեկի կրքերը բորբոքվում են ու կամ ծեծուջար թե 2025 թվականին բազմաթիվ նման օրինակներ ունեցակ, այս վերջի դեպքը սկսեք այս վերջի դեպքի մասին։ Վերջի դեպքի մասին ձեզանից նստած եք։ Սրիկայա բարբարը ես եմ օգտագործել։ Սրիկայա բառից հետո Էդգար Ղազարյանը դուրս էր գալի։ Էդգար Ղազարյանը Ինչ ասեցիք դրան մոտ։ Նույն իր բառապաշարով երկու բառ ասեցի։ Ինչ երկու բառ։ Սրիկայա բար տրամբանության մեջ։ Այդ երկու բառն ասեք իմանաք ինչ ասեցի, որ հետո բոլորը ու այդտեղից հետո բոլորով դուրս եկաք։ Բոլորով չէ, ես հիշում եմ, որ իմ հետևից դուրս են եկել Կարապետյանը, իրաց խմբակցությունից մի քանի հոգի, ներվեց լարված խոսալություն չի գնացել։ Բայց դուք իզակետում էիք, պարոն Ղալումյան։ Բայց մենք չենք վիճել։ Նպատակը ո՞րն էր այդ բառը ասելու է, որ խմբակցությունը պետք է ընդունի, որ իրաց խմբակցության մեջ կա մարդ, որը ընդհանուր տրամաբանությունից ու այդտեղությունից դուրս է։ Եվ իմ կարծիքով խմբակցությունը այդ մարդու վերաբերյալ պետք է որոշում կայացնել իրանց գնահատականը տալ։ Իսկ դուք չեք լսում ազգային ժողովի նորընտիր նախագահին Ռուբինյանին, որը հորդորել է բարեկիրթ լինել, պահել բոլոր կանոնները, այսինքն չլսելով իրեն դուք առաջինը դուրս եք եկել, որ ինչ որ հաշիվներ մաքրեիք։ Հաշիվներ էիք մաքրում։ Հաշիվներ էին մաքրում։ Կարող էր վերածվել քաշքշուկ տեղի ունեցավ պարոն Ղալումյան։ Թողել, որ ազգային ժողովի ամբիոնից սրիկա բառ օգտագործի եւ անպատասխան։ Բայց ամենից ձեզանից է սկսում, պարոն Ղալումյան, ամեն անգամ չէ, նստում եք այդ աթոռին, ինչ որ մեկը այդ միջադեպի քննարկումը խմբակցության ղեկավարի եւ խմբակցության անդամների հետ, որտեղ ես պահանջել եմ, որ իրանք պետք է իրանք վերաբերմունքն արտահայտեն իրանք խմբակցության անդամի արած արտահայտության վերաբերյալ։ Պարոն Ղալումյանը վստահ է, որ լինելով Նիկոլ Փաշինյանի սանիկը ամեն դեպքում որևէ այսպես պատասխանատվության չի արժանանա, իրավապահների հետևից չեն կա, դրա համար տենց համարձակորեն ամեն անգամ նստած այդ աթոռին որևէ ընդդիմադիր, որ դուրս է գալիս, իր ասածն ասում է, ինչը վերջում դառնում է կռիվ։ Ոչ, պարոն Ղալումյանը վստահ է, որ իրավապահների հետ առաջանալ դեպքում իմ հանդեպ ավելի խիստ վերաբերմունք կլինի։ Թե հակառակը, պարոն Ղալումյան։ Նման օրինակներ եղել են, բայց որևէ քրեական վարույթ չի նախաձեռնել։ Ոչ, ծեծուջարդ եղավ Արթուր Սարգսյանի ժամանակ դուրս էր գալիս միջանցքից, պարոն Ղալումյան։ Այդ խոսակցությունը մի քիչ լարված է, բայց ծեծուջարդ չի եղել։ քաշքշուկ է եղել։ Պարոն Ղալումյան, բոլորը ծեծեցին իրան, կադրերում երևում է։ Վայ, Ես Արթուր Դատախազը Սարգսյան նստած չկա նման բան։ Ճիշտ չեք ասում։ Մի ավելի կոպիտ։ դատախազը կանգնած, պարոն Ղալումյան, դատախազը կանգնած նայում էր, թե ոնց էին ընդդիմադիրները եւ քպականները ծեծում միմյանց։ Տեսանյութը կա, ամեն ինչ։ Այդ օրը ոչ մեկին չեմ խփել, ոչ մի մարդ։ Հա, դուք չէ, դուք ձեր խոսքն ասում եք ու գնում եք, թե հետո ինչ կլինի, դե բոլորս ենք տեսնում ինչ է տեղի ունենում, պարոն Ղալումյան։ Պատասխանատվություն փորձում եք գցեք իմ վրա, բայց պատասխանատվությունը չէ։ Ես ոչ մի միջադեպ իմ նախաձեռնությամբ չեմ սկսել։ Այս միջադեպը ձեր նախաձեռնությամբ չէ, դուք եք դուրս եկել Էդգար Ղազարյանի հետևից։ Ամբիոնից ասում է սրիկայա բար, պետք է ասեմ ծաղիկներով դիմավորեի։ Այսինքն պատրաստ եք ցանկացած ընդդիմադիրի խոսք, որը վիրավորական կլինի, պարտադիր Վիրավորականը դուրս պետք է գալ։ քննարկման առարկա դառնա։ Պետք է խմբակցությունը, որը ասել է բարեկիրթ ենք, պետք է իր Բա ինչու չսպասեցիք խմբակցությանը, հենց դռան մոտ հասավ, ձեր խոսքն ասեցիք ու Որովհետև խմբակցությանը սպասեցինք հաջորդ օրը խմբակցությունը իր տեսակետն ամբողջությամբ փոխել է։ դուք չսպասեցիք խմբակցությանը, պարոն Ղալումյան, դուք ձեր խոսքն ասեցիք ու բոլորին կանչեցիք դուրս։ Բոլորին կանչեցի։ Դե բոլորը դուրս եկան։ Կարող էր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել։ Արև կատա չի նշանակում, որ ես եմ կանչել։ Հիմա եթե նորից ինչ որ ընդդիմադիր մի խոսք ասի, որը ձեզ դուր չի գա, դուք նորից գնալու եք իր հետևից, կարելի է այդպես Ասելու եք ձեր վերջի խոսքը։ Մարդու հետ խոսալ։ Ստեղ մանկապարտեզ չի, որ ամբիոնը տան ապուշապուտ խոսալու համար։ Բայց դուք կողմնակից եք այս ամեն ինչին, այս հրահրություններին, քաշքշուկ, լարված իրավիճակ։ Որովհետև ոչ մի տենց բան մենք չենք նախաձեռնել։ Իսկ որ հենց պարոն Փաշինյանի քավորսանիկական հարաբերություն ունեք, դա ձեզ չի կաշկանդում ավելի զուսպ լինել ձեր։ Կաշկանդում է, ես ավելի զուսպ եմ։ Զուսպ որ ինչ որ խոսք եք ասում ու կինո է դառնում։ Որը Խոսք եք ասում։ Պարոն Ղալումյան, կինո է։ Կինո դարձավ ձեր մի արտահայտությունը։ Դա պետք է քննարկել, ցանկացած պետք է խոսալ։ Եվ բնական է, ես շատ ուրախ եմ, որ մեր խոսակցությունը ճիշտ հունով է։ Մենք ամբողջությամբ հասկանում ենք իրար։ Այդ պահին խմբակցության բոլոր պատգամավորները կողմ էին, որ իրանց Էդգար Ղազարյանը սխալ արտահայտություն է։